Եմ լրատվականին հարց ու պատասխանը չեք հավատա, բայց ամբողջ գիշեր ես ինքս իմ հետ մտորումների մեջ էի, որ ոնց կարելի է մարդ բազմաթիվ անգամ վրիպումներ անի, վրիպում չէ, վրիպում հայրենիքի հանդեպ մարդկանց զոհելու չի կարելի դա վրիպում համարել, հանցագործություն է իրականում դա եւ ինքնախոստովանություն ես հույսով եմ որ ընտրություններից հետո մեր ընդդիմությունը հաղթանակ տանելուց հետո կտրվի այս ամենին իրավական պատասխան եւ մեղավորները բոլոր մեղավորները առանց խտրականության բոլորը պետք է պատասխան տան յուրաքանչյուր տղայի չլինելու համար Տիկին աստված զգացողությունների հետ կապված ամեն անգամ այդ հայտարարությունները այդ նույնաբովանդակ ես մի չգիտեմ ինչ օրինակ բերեմ երբ որ մարդը ընտանի կենդանի է պահում իր տանը եւ գալիս է մի ժամանակ որ այդ կենդանին չի լինում տվյալ մարդը ամբողջ իր կյանքում հիշում է իր կենդանուն Այն դեպքում, երբ որ ինքը 9 ամիս երեխային իր կրծքի տակ չի կրել, նրա դաստիարակությամբ չի զբաղվել, լավ ու վատ օրերով չի տառապել եւ դու, երբ որ 20 տարի պահել ես քո երեխային, ապրել ես նրա ամեն մի ուրախությունով ու այսօր քո երեխան ինչ որ մի մարդու կամահրանքի պատճառով իր աթոռի համար տարել եւ զոհել է այսքան տղաների լսում եմ իր ելույթները այսօր իդեպ լրագրողների հետ հարց ու պատասխաներ անգամ լրագրողներին է սպառնում որ եթե դուք ինձ չընտրեք ձեր կոպիտ եմ ասում իր ձեր բերանին են տալու Վահե Մակարյանին է ասել Լիային նորից վախացրեց ասեց նույնը ասում եմ այն ինչ որ ասել եմ Մակարյանին իմ կարծիքով այս մարդը չգիտեմ ով է որ ամեն առավոտ արթնանում է քնից բացում է իր հեռախոսը եւ այն հայտնի մուլտիկի նման ասում է зеркальце скажи я на свете всех милее եւ всех румянее белее բայց ուզում եմ հիասթափեցնել որ դու դա չես դու ընդամենը պարտված ղեկավար ես եւ պարտված ղեկավարը եթե մի տոկոս ինքնասիրություն ունի ապա նա 20 թվականի նոյեմբերից հետո պետք է հեռանար իր աթոռից տեղը զիջելով ավելի հզոր Ես մի քանի դրվագ եմ տեսել երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր օրինակ ասում էին զոհվածի տատիկ է այսպես խոնարհվում էր եւ այլը բայց մենք տեսել ենք թե ծնողների հետ ինչպես են վարվել եւ շատերին նաեւ հորդորում է ասում է թող դուրս գան մարդկանց մեջ շրջեն ուղիղ եթերով եւ այլը երբևէ կկարողանա օրինակ անցնել ձեր դիմացով զոհված զինծառայողների ծնողների պայքարող ծնողների դիմացով եւ այդպես հանգիստ շրջել իր ուղիղ եթերով Առանց այո այդ շքախմբի Տոնավարման ընթացքում իհարկե առանց թիկնապահների բոլորս էլ գիտակցում ենք որ չի կարող շրջել նա անգամ կես մետր 10 մետր հեռավորության վրա նա չի կարող երևալ զոհված ինձարայողների պայքարող ծնողների առաջ իսկ հետագայում եթե կալանավորված չլինի կարող է բայց այդ դեպքում չգիտեմ ինչ կարող է տեղի ունենալ իր հետ Հաստացի նա առանց թիկնապահների տեղ չի գնում։ Ձեր աչքերին պարզապես կկարողանա թե մտածում եք ինքը այնքան այդ ցինիզմ ունի որ կկարողանա։ Այո, նա ինքնասիրություն չունի, հասկանում եք, նա ամեն ինչ անում է, որպեսզի վիրավորի, ցավեցնի, ցավի վրա նորից ցավ ավելացնի, սպառնալով խաղաղություն, եթե ինչ չընտրեք խաղաղություն չլինի, այնինչ այդ խաղաղությունը թելի պես կախված է մեր գլխին։ Ամեն վարքյան, վախացնում է, դու գնա, պատերազմ հաստատ չի լինելու, գնա, թող այս ազգը շնչի, այն ինչ դու թողել ես, թող ամրացնենք, տեսնենք մեր երեխաներին, ինչ ենք ժառանգություն թողնում որպես մարդ պետք է ապրի, ապրելու համար, այլ ոչ թե ապրի ուտելու համար, ոնց որ իր կուսակցությունն է անում իր շրջագայություններով, իր ցինիկ ավտոբուսների մեջ Եվ նաև այս հայտարարությունները ներողություն եմ խնդրում, նաև այն ժամանակահատվածում են, երբ օրինակ իրենք անթաքույց տժժում են, հա? Այո, այն օրը ասես, չէ, Ալեն Սիմոնյան, այո, ցինիկաբար
տժժում եմ, ես չգիտեմ այդ մարդիկ հոգի, սիր Արցախցիների վերաբերյալ